Աննախադեպ սկանդալ իրավապահ համակարգում գողություն բացահայտող համակարգից խոշոր չափի գումար են գողացել։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից տարել են իրեղեն ապացույց ճանաչված $590,000։ Մամուլի տեղեկություններով չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում։ Սկանդալային դեպքի մասին քննչական կոմիտեն չի խոսում։ Կառույցից Էպիկենտրոնին հայտնեցին, որ չեն մեկնաբանում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է գումարի հափշտակության մասին լուրը։ Կոմիտեից հայտնում են, որ քննչական կոմիտեի հաղորդման հիման վրա վարույթ է նախաձեռնվել կամ մեկ ձերբակալված։ Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել եւ իրականացվում են լայնածավալ օպերատիվ հետախուզական եւ ապացուցողական գործողություններ։ Սակայն կոմիտեն ձերբակալված անձի անունն ու պաշտոնը չի հրապարակում։ Մամուլը գրում է, որ ձերբակալվածը քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի պաշտոնակատարն է։ Մեդիան գրում է, նախքան $590,000 հափշտակելը տնտեսական հանցագործության վարչությունից քննիչի անցագիր է անհետացել, ինչը մեկ օր անց գտնվել է։ Մի քանի օր անց էլ պահարանի բանալի է կորել ու նորից հայտնվել։ Այդ օրերին քննիչները նկատել են, որ քննիչի կեղծ անցագրով անծանոթ մարդ է մտել շենք ու դուրս եկել։ Նրա ինքնությունը դեռ պարզ չէ։ Անծանոթը տվել է վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատարի անունը, պնդելով, թե նրան մոտ է եկել։ Ձերբակալվածը հենց այդ պաշտոնյան է։ Շրջանառվող վարկածով ենթադրյալ հանցագործը քննիչի հանցագրով մտել է շենք եւ պահնորդը կասկածելի ոչինչ չի նկատել։ Ուշ երեկոյան մտել է շենք ու ամբողջ գիշեր մնացել տարածքում։ Իսկ առավոտյան ավելի քան $500,000 դուրս է եկել շենքից։ Աննախադեպ գողության մասին առաջինը բարձրաձայնած Փաստինֆոյին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվում է, սա գողության երկրորդ փորձն է։ Լրատվական կայքի աղբյուրների փոխանցմամբ գողության առաջին փորձը արձանագրվել է 2024 թվականի դեկտեմբերին։ Դեպքի առթիվ վարույթ կա նախաձեռնված։ Հերթական գողությունը պլանավորվել է ամենայն մանրամասնությամբ։ Պարզվում է, գումարը պահվել է ամիսներ շարունակ եւ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին չի փոխանցվել անգամ գողության առաջին փորձից հետո։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։